կյանքում կա արևնուս 12 տարեկան աղջնակը, որը ամենաշատը սիրում էր կատարել Ռոբերտինո Լորետիի եւ Շարլ Ազնավուրի երգերը, չէր էլ պատկերացնում, որ հայկական ջազի մասին խոսելիս մի օր նաեւ իր անունն են տալու։ Էլվինա Մակարյանը հայ երգարվեստի ամենավառ երգչուհիներից է, յուրօրինակ ոճով, հզոր էներգիայով, տպավորիչ ձայնով ու կերպարով։ Էլվինա Մակարյանի հայտնի ու սիրված երգերը մարտի 27-ին կհնչեն Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի եւ երիտասարդ երգիչների կատարմամբ։ Համերգը կղեկավարի Հայաստանի ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանը։ Մենք փորձում ենք այնպեսի մատուցումներ տալ, որ իրան նման է։ Ճիշտ է, երկրորդ Էլվինա չկա։ Հիմա ջահելները երգչուհիները փորձում են իրան շատ նմանվել, ես գտնում եմ, որ այդ անպայման չի, ամենակարևորը, որ երաժշտությունն ու տեքստը հասցնել, ինքը այդպես էր հասցնում, հիմա ուրիշը կարող է մի քիչ ուրիշ ձև վերաբերմունքով, և ինչքան վերաբերմունքը լինի յուրահատուկ, այնքան ինձ թվում ավելի թանկ է այդ երգը։ Մենակատարներ Իլոնա Սագիևայի և Անահիտ Շահբազյանի ձայները հանդիսատեսը հաճախ է նմանեցնում Էլվինայի ձայնին։ Այդ փաստն իհարկե ոգևորում է երգչուհիներին, ասում են մեծ հպարտություն ու պատասխանատվություն է կատարել Էլվինա Մակարյանի երգերը։ Փորձելու են փոխանցել այն ապրումները, որոնք երգչուհին զգացել է այս կամ այն երգը կատարելիս։ Կատարելը բավականին բարդ է հոգեվիճակի առումով։ Թե չէ, երգերը ամեն մեկը ինդիվիդուալ է կատարում, ամեն մեկը յուրովի, իր աշխարհով, իր խնդիրը համոզիչ մատուցման մեջ է։ Թե ով ոնց կմատուցի համոզիչ, այդ արդեն դուք թող հանդիսատեսը որոշի։ Շատ կուզեի, որ Էլվինան ներկա լիներ դահլիճում, այդպես գեղեցիկ շոր հագներ, նստեր եւ վայելեր այնինչ մենք ենք պատրաստել իր համար ու տեսներ, թե ինչքան սեր է տածում հայ ազգը իր երգերի, իր արվեստի նկատմամբ, շատ ուրախ կլինեի։ Փորձում եմ մաքսիմալ անել լավը եւ հաջողանալ նրան անգամ երկնքում։ Ջազային այս ստեղծագործությունը 3 երգերից մեկն է, որը համերգին կատարելու է Սեդա Սեյրանյանը։ Երիտասարդ երգչուհին փորձելու է բեմում լինել նույնքան ազատ ու խենթ, որքան Էլվինան էր։ Հույս ունի կգոհացնի հանդիսատեսին։ Էլվինա Մակարյանը եւ շատ խենթ եւ շատ տրավմատիկ արտիստ է, քանի որ ունի եւ շատ խենթ գործեր ու շատ տխուր գործեր, քանի որ իր կյանքի շատ իրադարձություններ բերել են դրան, որ ինքը գրի այդպիսի գործեր։ Յուրահատուկ արտիստ է ու մեծ պատիվ ունեմ այսօր ներկայացնելու իր գործերը այսպիսի մեծ բեմից եւ այսպիսի օրկեստրի հետ։ Համերգի նախաձեռնությունը New Generation Project-ինն է։ Կազմակերպիչների խոսքով Էլվինա Մակարյան տրիբյուտ խորագրով համերգը յուրահատուկ հարգանքի տուրք է երգչուհու 75-ամյակին։ Եվ ապացույց, որ նոր սերունդը չի մոռանում ժամանակի լավագույն ստեղծագործողներին։ Յուրա Վահանյան, Արտակ Գևորգյան, լուրեր։